Impeachment-ը դա դարձել է ներքաղաքական գլխավոր օրակարգային հարցերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը։ Հուսով եմ, որ առողջ բանականությունը կգերակշռի եւ բոլոր ընդդիմադիր պատգամավորները ուշ թե շուտ իրենց ստորագրությունները կդնեն այդ ձևաթղթի տակ։ Կարևոր բան ասեմ։ Impeachment-ի գործընթացը սա նոր վարչապետի ընտրության հարց չի։ Սա նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարց է։ Ես համոզված եմ, որ Դավիթը Զադնի դնող տղա չի։ Աշոտյան Արմենին առաջադրեն կամ Արտակ Զաքարյանին առաջադրեն կամ չգիտեմ, ինձ կամ մեկին, հա, կապ չունի։ Էլի ինչ քպնցափարություններով էր դիմավորելու, թե Հայաստան դաշինքը միանգամից գազվեր ստորագրի։ Ինչ մենք պետք է մեր վրից պատասխանատվությունը գցենք, երբ որ տեսնենք, որ մեր պետությունը գնում է դեպի կործանում։ Մի բան գիտի Սերժ Սարգսյանը, որ այս ամենի մեջ մտել է, process-ը հիմա է սկսել։ Մի բան, որ իմանայինք ու ամեն ինչ կոնտրոլի տակ կլներ, ինչպես հայտնի հռետորն ասում, այս վիճակին չէ լինի։ Չէ, այստեղ խնդիրը մի բան գիտենալը չի։ Մուտք են արելու այն ժամանակ, երբ որ 54 չէ, կարող է 55 պատգամավորի ստորագրություն էլ կա։ Մեր մոտ այսօր 26 ընտրությունների օրակարգ չկա։ Նիկոլ Փաշինյան, այդ 5000 երեխու կյանքը ուր է։ Նիկոլին մենք հարցեր ունենք, ինքը ոչ եկեղեցին պետք է հարց ունենա, ոչ ընդդիմությանը։ Սիրելի հոգևորականներ, սիրելի մտավորականներ, հերիքա պաշտպանվեք։ Մենք պետք է հարցեր տանք իրան։ Սա ուղիղ հանձնարարական էր Էրդողանի Զև Ալիևից։ Փաշինյանի միակ հենարանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունն է։ Մինչ ընդդիմության մի թևը impeachment է նախաձեռնում, Փաշինյանը խումբ է ստեղծում վեհապարին փոխելու համար։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ է կատարվում Հայաստանում, արդյոք ինչ որ հանգուցալուծման ենք մոտենում։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Շարմազանով, քիչ առաջ այդ մենք ձայնագրում ենք հաղորդումը, մոտ 20 րոպե առաջ ավարտվեցին բանակցությունները, այսպես կոչենք, Պատիվ Ունեմի եւ Հայաստան դաշինքի միջև, մինչ այդ սկսվել էր process-ը, այս պահին փաստ է մի բան, որ Հայկ Մամիջյանը հրապարակեց Facebook-ում այդ ձևաթուղթը անվստահության, որտեղ Պատիվ Ունեմի 6 ստորագրություններն են եւ վերջ։ Այս process-ը ձեր կարծիքով սկսվել է կամ ինչու, եթե սկսվել է, ինչու է միցա կիսատ ամեն ինչ։ Ինչն է խանգարում այդ ստորագրությունները դնել մյուս խմբակցությանը։ Արդյոք իրենք անիրատեսական են համարում եւ այդ սցենարը ու պատրաստվում են, ասենք 26-ի ընտրություններին, կամ մեկը մյուսին խանգարում է, թե ոչ։ Այդ ձեր ընդհանուր գնահատական իրավիճակը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Գրիգորյան։ Ինչպես միշտ ակնկալում եմ հետաքրքիր հերոսայտողների համար հետաքրքիր եւ օգտակար զրույց եւ բաց ու ազնիվ։ Տեսեք, Հայաստան խմբակցության փոխարեն ես չեմ կարող պատասխանել։ Ես կարող եմ ունենալ իմ կարծիքը, իմ համոզմունքը, իմ տպավորությունը, բայց կոռեկտ չի ես Հայաստան խմբակցության փոխարեն ասեմ կարծիքներ, թե ինչով է պայմանավորված նրանց այս կամ այն որոշումը կամ այս կամ այն քայլը։ Փաստը նա է, որ եթե 1-2 ամիս առաջ նույն ընդդիմադիր ճաշի ճնշող մեծամասնությունը անլուրջ էր համարում վարչապետի անվստահության հայտնելու այսպես կոչված impeachment-ի գործընթացը, ապա հիմա այն փաստը, որ երկու խմբակցությունները քիչ առաջ իրականացրել են խմբակցությունների ղեկավարների եւ անդամների մակարդակով քննարկում, սա արդեն խոսում է, որ impeachment-ը դա դարձել է ներքաղաքական գլխավոր օրակարգային հարցերից մեկը, եթե ոչ ամենագլխավորը։ Սա փաստում ենք։ Այսինքն, կրկնում եմ, եթե մի ամիս առաջ շատերը խոսում են, որ impeachment-ը տես բան չկա, էս կա 40 ժամով սենց չենք անի, չենք մտնի դրա տակ, անլուրջ է, պետք է խոսել միայն 26 ընտրություններից, ապա այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև բանակցությունները խոսում են այն փաստի մասին, որ վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացը այլևս օրակարգային գլխավոր հարցերից մեկն է։ 1. Երկրորդ, ինչ տեղի կունենա, ես հուսով եմ, որ առողջ բանականությունը կգերակշռի եւ բոլոր ընդդիմադիր պատգամավորները ուշ թե շուտ իրենց ստորագրությունները կդնեն այդ ձևաթղթի տակ։ Ինչու՞, որովհետեւ բոլոր ընդդիմադիր պատգամավորները, բոլոր ընդդիմադիր խմբակցությունները նաև 21-ի նախընտրական պայքարի ժամանակ, նաև 21-ի պարլամենտական ընտրություններից հետո դիմադրության շարժման ժամանակ, այնուհետև բոլոր պայքարների շրջանում խոսել են, որ իրենց պարլամենտում մնալու եւ մանդատ ունենալու հիմնական եւ միակ նպատակը այդ մանդատը օգտագործել Նիկոլ Փաշինյան հեռացնելու համար։ Հիմա ես որպես երկարամյա падգամավոր եւ երկարամյա փոխնախագահ ազգային ժողովի կարող եմ ասել, որ այդ մանդատը մի ձև ունես օգտագործելու, անվստահություն հայտնելու։ Մի տարի էլ դեռ ուժի մեջ է, այսինքն։ Բոլորս ասում ենք, որ
Նաև Հայաստան խմբակցության շատ պատգամավորներ, նաև ընդդիմադիր դաշտի, նաև ազգային մտավորականներ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մեկ օր ավել մնալը հղի է Հայաստանի Հանրապետության համար կործանարար վտանգներով։ Ասում ենք թե չէ։ Այո։ Բոլորս ասում ենք, կամ եթե ես ասում եմ շատերը եւ գրեթե բոլորը համաձայնում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հունիսի 7-ը, այսինքն պարլամենտական ընտրության օրը 26 թվականի մնա վարչապետ, կարող է Հայաստանի կեսնել տա, եկեղեցու տեղնել արդեն բանը լինի, լրիվ մզկիթներ սարքածելի Հայաստանը, սա փոխաբերական իմաստով եմ ասում։ Հետևաբար, օրհասական հարց է ընդդիմության եւ հանրության ազգային հատվածի կոնսոլիդացիան, որպեսզի տեղի ունենա վարչապետի փոփոխություն։ Կոնսոլիդացիան ինչպես այսինքն դուք impeachment, որի հետևանքով ու արդյունքում փողոց կլցվի, այդ մեխանիզմն եք պատկերացնում։ Պարոն Գրիգորյան, երեք հանրապետության երրորդ նախագահ, հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ նշեց ձեր գործընկեր լրագրողների հարցինի պատասխան, պարոն նախագահը նշեց, որ իհարկե առանց փողոցի գեներացիայի անհնար է նման դրական արդյունք ապահովելու։ Սա բոլորս էլ գիտենք։ Բոլորս էլ գիտենք։ Տեսեք, երբ որ տեխնացու չկար, շատերը լուրջ չեն վերաբերում, ասում էին չկա։ Հիմա երբ որ արդեն կա վեստուագրություն կա, արդեն դարձել է գլխավոր թեմա։ Ես գտնում եմ, որ սահմանադրության մեջ գրված թեզը չի կարող անլուրջություն Խնդիրը գիտեք ո՞րն է, այդ թուղթն ու տեխնացուն դա նկատում եմ, իրենք իզորու են գեներացնելու փողոցային process, ժողովուրդը դրան է սպասում կգա, թե դուք եք նաև կազմակերպելու այդ ամեն ինչը։ Բա բոլորս էլ պետք է կազմակերպենք, բա կարող է նստենք դիվանի սպասենք բախտին։ Բա Դավիթ Համբարձումյանն ով է։ Մեր կուսակից ընկերն է, իմ պայքարի ընկերն է, պայքարի մարտիկ է, բայց դա մենակ Դավիթ Համբարձումյանի պայքարը չի։ Եվ ուզում եմ այստեղ շատ կարևոր բան ասեմ։ Impeachment-ի գործընթացը սա նոր վարչապետի ընտրության հարց չի։ Սա նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարց է։ Իսկ սա impeachment-ի նպատակը ոչ թե Պողոս Պողոսյանի կամ Պետրոս Պետրոսյանի կամ Դավիթ Համբարձումյանի վարչապետ դառնալն է, այլ Նիկոլ Փաշինյանի վարչապետ չլինելն է։ Պարզապես սահմանադրությունը պահանջում է, որպեսի վարչապետին հանես, պետք է տեխնացու առաջադրես։ Առաջադրվել է տեխնացու, որը a ոտից գլուխ ազգային ընդդիմադիր կեսվածք ունի, b անկոտրուն կամք ունի, g Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին քաղբանտարկյալն է, շատերը մոռանում են, ասում են երկրորդ նախագահն է, երկրորդ նախագահային ազատություն, առողջություն, երկար տարիների կյանք եւ բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում մեր Արմեն Աշոտյանին, շուտապույտ ազատում։ Բայց առաջին քաղբանտարկյալը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի Դավիթ Համբարձումյանն է, որի վրա շինծու գործ կարվեց, մայիսի 31-ին նա կալանավորվեց եւ շուրջ 3 ամիս նստեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Դրանից հետո երբ որ դուրս եկավ, մարդը ոչ միայն հետ քայլ չարեց, այլ մեզ էլ միասին պայքարում էր։ 20 թվականի նոյեմբերին, երբ որ մեզ ԱԱՑ-ն կալանավորեց, Դավիթ Համբարձումյանն ու ինձ նույն օրն են կալանավորել։ Եվ մենք կողքի կամերներում ենք։ Այսինքն նույնիսկ դա դրանից հետո եկավ եւ ոչ միայն պայքարից չհրաժարվեց, այլ առաջադրվեց Մասիս խոշորացված համայնքի համանքապետի տեխնացու եւ հաղթեցում ՔՊ-ին։ Դրանից հետո էլի շարունակեց իր պայքարը եւ այսօր էլ այդ մարդը զոհողության է գնում, շատ լավ գիտակցելով, բայց վարչապետին հեռացնելու համար կա մի շատ կարևոր բան, որ տեխնացուն, որը առաջադրվել է վարչապետ Փաշինյանին հեռացնելու համար, անկոտրուն կամք ունի եւ ժողովրդական խոսքով ասած զադնի չի դնի։ Ես համոզված եմ, որ Դավիթը զադնի դնող տղա չի։ Ինքը գաղափարական է եւ ամենակարևոր բաներից մեկը այդ մարդը աստվածավախ մարդ է, ես իր ընտանիքին շատ լավ ճանաչում եմ, ծնողներին էլ, իրեն էլ, ընտանիքին էլ, բազմազավակ հայր է, աստվածավախ եւ տեսեք Մասատյոտան թեմի հետ ինչ փայլուն հարաբերություններ ունի։ Մեր եկեղեցու պաշտպաններից է, մեր հավատքի, մեր ազգային ինքնության կրողներից մեկն է։ Եվ պատահական չի, որ երեք Դավիթը ասեց, որ իր Տերը Աստված է, որովհետեւ բոլորիս Տերն է Աստված։
Շարմազանով, նու հասկացա նաև կային խոսակցություններ, թե ինչու օրինակ Սերժ Սարգսյանը հանրապետականի խորհուրդը չառաջադրեց, նու այսպես ենք ավելի հայտնի քաղաքական ֆիգուրի անունները։ Մի օրինակ ավելի հայտնի քաղաքական ֆիգուր, որ Աշոտյան Արմենին առաջադրեն կամ Արտակ Զաքարյանին առաջադրեն կամ չգիտեմ, ինձ կամ մեկին, կապ չունի։ Էլի ինչ քպնցափարություններով էր դիմավորելու, թե Հայաստան դաշինքը միանգամից գազվեր ստորագրի։ Այսինքն ում էլ, ես կրկնում եմ, էլի հաջողության դեպքում Դավիթ Համբարձումյանի կառավարության առջև մի քանի կարևոր հարց ա դրվելու։ Հարց համար 1. Անվտանգության խնդիրների կտրուկ ապահովումը, իսկ դրա համար կան բոլոր պայմանները, եւ նա վերկուսակցական մոտեցում ունի, պետք է օգտագործի մեր 30 տարվա լավագույն պրոֆեսիոնալ մասնագետների եւ քաղաքական գործիչների եւ դիվանագիտական եւ ռազմական եւ քաղաքական կարողությունները, երկրորդ համերաշխության մթնոլորտի ձևավորում եւ երրորդ նոր ընտրությունների, ասիկն հերթական 26 թվականի ընտրությունների նախապատրաստում։ Այս ժամանակավոր վարչապետ այո, սա է։ Երբ որ մեզ ասում են, հիմա շատերը, ես ուզում եմ դրա մասին խոսել, ես տեսնում եմ, որ որոշ ընդդիմադիր, ճակերտավոր ընդդիմադիրներ, որոնց նպատակը ոչ թե Նիկոլի հերացնելն է, այլ Սերժ Սարգսյանի երրորդ նախագահի կամ հանրապետականի վրա շպրտել ինչ-որ քարեր, չնայած իրանք ապակե տնակում են ապրում, դա վտանգավոր ապակի տնակում ապրելը, երբ որ դիմացինի վրա քարեր շպրտում, էլի, որովհետև ես մի հատ կարող ես պուճ ու ռագատկով տաս, տնակը գլխին շփվի։ Բայց հիմա դրա մասին չեմ խոսում։ Ասում են, բա դուք ասում եք մենք իշխանություն չեք ուզում, բախի եք հանրապետական տեխնացու առաջադրել, ասեմ, մենք էլ իշխանություն չենք ուզում։ Մեր թիվ 1 նպատակը իշխանափոխությունն է, եւ հանրապետականը 1.5 ամիս տեխնացու չի առաջադրում, որովհետև գիտեր, որ կարող է նմանատիպ մարկաս մոտ կլինի հակազդեցություն։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ ամենամեծ ֆրակցիան տեխնացու չի առաջադրում, այլ կուսակցություններից տեխնացուներ չկան, այլ գործիչներից տեխնացուներ չկան, որևէ առաջարկ չկա, ինչ մենք պետք է մեր վրից պատասխանատվությունը գցենք, երբ որ տեսնում ենք, որ մեր պետությունը գնում է դեպի կործանում, եւ պատիվ ունեմ խմբակցության, եւ Դավիթ Համբարձումյանի, եւ հանրապետական կուսակցության, եւ բոլոր սատարողներին միայն պետք է հարգանքով մոտենանք, որովհետեւ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որովհետեւ մեղրուկարակ չեն բաժանելու այդ պայքարում։ Դա պատասխանատվություն է, ու մենք պատասխանատվության մտել ենք այդ պայքարի մեջ։ Պարոն Սերժ Սարգսյանը, ինչպես եւ օրինակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ համբավ ունի, հասարակական դաշտում, սիրողների մոտ էլ, չսիրողների մոտ էլ, հակառակը։ Սերը քաղաքական կատեգորիա չի։ Այդ իմաստով, շակերտով, որ մի բան գիտի, սովորաբար տենց են ասում, այս մարդիկ մի բան գիտեն։ Հիմա մի բան գիտի Սերժ Սարգսյանը փորձառու որպես խաղացող, ինչու՞ չէ, նաեւ շախմատիստ, որ այս ամենի մեջ մտել է, process-ը հիմա է սկսել, հենց այնպես, օդի մեջ կրակելու համար կսկսել, արդյոք մի բան գիտի, իշխանական կողմից ազդակներ կամ վերլուծություններ ունեք, որ ԿՊՆ-ը տեղից շարժվելու, չէ՞ որ առանց ի վերջո ԿՊ ձայների դատապարտված է, չէ՞։ Ինչ կա, որ դեռ չէ։ Պարոն Գրիգորյան, տեսեք, ես մեր ժողովուրդը դավադրության տեսությունների զոհ է, էլի։ Մի բան գիտի, ես որ սենց արավ, սա որ ասա, բետա բան, չէ, դες դավադրության բաների մեջ չեմ ուզում մտնենք։ Մի բան, որ իմանայինք ու ամեն ինչ կոնտրոլի տակ կլներ, ինչպես հայտնի հռետորն ասում, այս վիճակին չէ լինի, չէ, այստեղ խնդիրը մի բան գիտենալը չի։ Մի բան գիտեն իմաստով որ բան է շարժվում, դա նկատել, այսինքն պահն է եւ այլն եւ այլն։ Երկիրը կործանվում է, գահավիժում է։ Մի բան գիտին ո՞րն է։ Այո, բոլորս էլ մի բան գիտենք, որ եթե գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Պետք է տեղից շարժվել, առաջի քայլը արվել է։ 6 ստորագրությունը կա, տեխնացուն կա, պայքարի ոգին կա, պետք է գնալով դա ավելի մեծացնել, երկու կողմից աշխատել, մի կողմից պատգամավորների ստորագրություն հավաքել, մյուս կողմից ավելացնել ճնշումը, սա մի օրվա պայքար չի, սա 2 օրվա պայքար չի, սա երկարատև պայքար է։ Լավ, ԿՊ-ը 10 քանից է 20, օրինակ ոնց բերել։ Նիկոլ Փաշինյանը մնացած կուսակցություններին ոնց բերեց, երբ որ 9 պատգամավորներ, որից 4-ն ընդամենը իր հետ քայլում են, 5-ը պարլամենտում են, մինչև ապրիլի 22-ը։ Ժողովրդին լստելով ազգային ժողովի։ Դե այսինքն ձեզ ինչ ա թվում, Նիկոլ Փաշինյանը միակն ու անկրկնելին է, որ ինքը կարող է ժողովուրդ գեներացնել։ Ես կարծում եմ, որ այլևս Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ունի համաժողովրդական աջակցություն։
եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում ամենացածր բացասական ռեյտինգ ունեցող, ամենաբարձր բացասական ռեյտինգ ունեցող գործիչն է։ Հետևաբար պետք է մեր առաջարկած ձևաչափով գնանք, իշխանափոխություն այլ ոչ թե իշխանություն գալ։ Կոնսենսուս մինուս 1 պետք է լինի, բայց իրականում այլ ոչ թե ասես այս տեխնացուն ստեսեն, սա մեկը սենց գլխավորում պետք է լինի միասնություն։ Ժողովուրդը դա չտեսնի, այո, ժողովուրդը կներեք, ժողովուրդը չտեսնի առնվազն երկու խմբակցության միասնությունը այդ մի թղթի մեջ չի գա, չէ, պարոն Շահյան։ Ես հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի եւ այդ ուշ թե շուտ կամ առաջիկայում նման դրական տեղաշարժեր կլինեն։ Մանավանդ ի վերջո ես մի բան կարող եմ ասել, որ պատիվ ունեմը չի ծրագրում 36 ծրագրության դեպքում մուտք անել, որտեղ 36-ի դեպքում ինչ է մուտք անենք աշխատել ժամանակ, չէ, 48 ժամվա մեջ 54-ը չի հավաքվում, դուրս է ունում, ոչ, մուտք են արելու այն ժամանակ, երբ որ 54 չէ, կարող է 55 պատյանավորի ստորագրություն էլ կա։ Հա, այսինքն պոտենցիալ քվեարկողները ստորագրել, հա։ Այդ ժամանակ, բա, ասիկն բա որ կանում են, դուք 36 30 կարող եք մենք բանենք, եկել եք մեծ պարլամենտարիզմ եք սովորել։ Այդ թղթանթաթ կարա մնա դարակում, հասկանալի է, միջև ասպա վանքից ես եմ գալի, աղոթքից դուք եք խոսում։ Պրոցեսի պատասխանատուները շատ լավ հասկանում են պրոցեսի եւ դրական եւ բացասական կողմերը։ Մուտք արվելու այն ժամանակ, երբ նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից կլինի համապատասխան քանակությամբ ձայն։ Ընդհանուր 54 կարծեմ։ Այո։ Այդ ժամանակ, ասիկը մարդիկ որ մտածում են, որ ասում են 36-ը մեկ ընդհանուր լավ երկուստ էլ եկավ, 36 եղավ, դրեցին Ալեն Սիմոնյանին, 48 ժամվա մեջ անցավ պարը թողվեց գնաց։ Պաշտոնապես հայտարարում 36-ի դեպքում հարգելի ինդիմադիր գործիչներ չի լինելու տենց 36-ի դեպքում Հայկ Մամիջյանն ու Տիգրան Աբրահամյանը մուտք չեն անելու։ Երբ որ կլինի 54, այդ ժամանակ մուտք կանեն։ Իսկ որպես լինի 54, պետք է բոլորս համախմբված պայքարենք։ Սա է, եթե բավարարված եք այսօրվա Հայաստանի իրավիճակով, բավարարված եք եկեղեցու վրա հարձակումներով, ազգային ինքնության վրա հարձակումներով, ինչ ասեմ։ Հանրապետականը մինչև ուր է գնալու, պարոն Շահմազանով, ենթադրենք Սահմանադրությամբ չի հաջողվում իմպիչմենտը։ Սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցներով հանրապետականը պայքարում ու պայքարելու է այս ազգակործան կապիտուլյանտ ռեժիմի դեմ։ Այսինքն փողոցում էլ կտեսնենք, չի բացառվում։ Ինչի հանրապետականի շատ փողոցում եք տեսել։ Այսինքն 26-ի ընտրությունները ճիշտ եմ հասկանում, ձեր մոտ դրված է ամենավերջին դարակում, թե դրված չի ընդհանրապես, կարող է հստակ պատասխանել։ Մեր մոտ այսօր 26-ի ընտրությունների օրակարգ չկա, որովհետև կա մի ամբողջ տարի։ Ընտրությունների մասին կխոսենք, երբ որ կան ընտրությունների ժամանակը։ Հասկանում եք, հիմա աշկերտից առաջ Հայաստանի 3-րդ հանրապետությունը կործանվում է, աշկերտից առաջ մեր ազգային ինքնության գլխավոր տաճար հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակում կա, Գրիգորի Լուսավորչի գահակալ Գարեկին երկրորդի վրա հարձակում կա։ Մենք եկել ենք, ասում ենք հունիսի 7-ին սենց կարենք։ Ես գիտեք մի առիթով ասել եմ։ Սա գիտեք ինչի անման։ Ոնց որ մեկը ամբուժելի հիվանդ լինի, դու տեղական բժիշկներով, բայց լավ բժիշկներով, վիրահատություն անելու փոխարեն, ասես մի տարի հետո Գերմանիայից ուժեղ բժիշկներ են գալու, այլ նրանք 100%, հələ 100%, այլ նրանք շանսը շատ է, որ կփրկեն հիվանդին, բայց մի տարի հետո մինչև այդ Գերմանիայից ուժեղ բժիշկները գան, հիվանդը 7 անգամ մեռած կլինի արդեն։ Հիմա մենք ասում ենք ախպեր ջան, բոլորս կա կոնսենսուս, չէ՞ բոլորիս մոտ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մեկ օր ավել կառավարումը կործանում է Հայաստանը, ընդունում ենք սա։ Դա ասել եւ առաջին նախագահի թիմակիցները, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ, եւ դաշնակցությունից, եւ հանրապետականից, եւ տարբեր քաղաքական ուժեր։ Ասում են, բայց բոլորը համաժեք են գործում, առայժմ ոչ։ Ես ասում եմ, որ բոլորը ոչ։ Ասում են, մեր խոսքը ինչ է, մեր դասականներից մեկը ինչ է ասում, մեր խոսքը գործ է։ Դրա համար սիրելի բարեկամներ ընդդիմադիրներ, մեր խոսքը պետք է գործ լինի, ձեր խոսքն էլ պետք է գործ լինի ու բոլորինս, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Դե որ այդպես մեկ բարդ հարցել այդ թեմայով եւ խոսենք նաեւ եկեղեցու վրա հարձակումից։ Այդ այսինքն դեռ ամեն հարցազրույցի խոսում ենք այդ մասին։ Այսինքն այս պահին էլ դեռ ամբողջ ընդդիմությունը չէ, որ մտածում է իշխանապողության մասին, դեռ իշխանության գալու ցանկացողներ կան։
ուղիղ պատասխան ունեք։ Ես կոռեկտ կլինեմ, ես կարծում եմ, որ մենք երկու ընդդիմադիր խմբակցություններով եւ թիմերով պետք է կենտրոնանանք ոչ թե հակասությունների, այլ ընդհանրությունների վրա։ Սա է իմ կոչը եւ բերեք տենց շարժվենք։ Տարաձայնություններ շատ կան։ Մեր փոխնախագահ Արմեն Աշոտյան շատ լավ բան է ասել, ասել է տարանջատվել եք, Աստված դեսել լավ է կարել տարանջատվել եք, բայց պետք չի տարանջատումը պարակտման հանգեցնել։ Պարակտումը կործանար կլինի բոլորիս համար, բոլորիս։ Պարակտում չկա դեռ։ Ես հուսով եմ, որ ոչ։ Մանավանդ եթե այսօր կա եղել է հանդիպում, ես կարծում եմ դրա համար ասեցի հաղորդման սկզբում, որ ես առողջ բանականության հաղթանակի կողմնակից եմ, ոչ թե կուսակցամոլության։ Ես Գարեգին Նեժդեհի գաղափարական ժառանգորդ եմ ինձ համարում եւ մեր կուսակցությանը, իսկ Գարեգին Նեժդեհը որպես շատ բացասական երևույթ, որպես կարևորագույն աղթ քաղաքական հիվանդություն համարում էր կուսակցամոլությունը։ Ինքը ասում էր կուսակցությանը սետ, բայց ազգիս համար։ Կուսակցությունը չի կարող երբեք եւ կուսակցության շահը կամ խմբի շահը, կամ ինչ-որ մի առաջնորդի շահ, կամ շեֆի շահ, չի կարող երբեք գերակա լինել պետության ու ազգի շահից։ Կուսակցությունը միջոց է, հանրապետականը այդպես է գործում։ Դրա համար ենք ասում, մեր նպատակը ոչ թե իշխանությունն է, այլ իշխանափոխությունը։ Եվ նույն վարքագիծը ակնկալում ենք մենք բարեկամ ընդդիմադիր եղբայրներից եւ քույրերից։ Տեսնենք, երեք տեսանք բոլորս ինչպես դիմավորեցին վեհապարին օթանավակայանում, դրանից առաջ ծանոթ ենք Փաշինյանի գրառումին, հատկապես վերջինին, որ խումբ ենք ձևավորում, վեհապար պետք է փոխենք, հələ տեսնենք ինչ կերպ ենք փոխում, այսօր ընդհանրապես մենք այնպես կանենք, որ սահմանադրություն չենք խախտի, նախարարներից մեկն ասած ազգային ժողովում։ Դրան զուգահեռ զայրացած ստատուսներ մարդիկ բողոքում են, արդյոք Փաշինյանին հաջողվի այս մի օպերացիաներ, ինչպես նախկին գրեթե բոլորը իր համար հաջողությամբ անցկացնել եւ հասարակությունը չի մնա արդյոք դիտորդի դերում։ Կարող է անել այնինչ ինչ մասին գրում է ամեն օր։ Պարոն Գրիգորյան, եւ ինչ է սա։ Նախ շատ կարևոր է սա, ինչ է սա։ Մինչեւ բովանդակային հարցին հասնել, ասեմ ինչ է սա։ Նիկոլ Փաշինյանը այս փուլում փոխել է իր ռազմավարությունը եւ մարտավարությունը եւ անցել է հարձակման։ Սա տեխնոլոգիական, քարոզչական հնարք է։ Տեսեք, 7 տարի ինքն է վարչապետ, աշխարհի բոլոր երկրներում հանրությունն է հարցեր տալիս եւ պահանջում ումից իշխանությունից, չէ՞։ Այս մարդը նոր օրակարգ է բերել, ինքն է հարցեր տալի։ Հələ սաղ մի կողմ դնենք, այդ կուսակցություն վիապար հələ մի րոպե։ Այս Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հայ ժողովուրդը մոռացել է իր բանը, հանցանքները։ Նիկոլ Փաշինյանը այդ 5000 երեխու կյանքը ուր է։ Այդ 5000 երեխուն ինչի տարար վարի տվիր։ Արցախը ինչի ճանաչեցիլ Ադրբեջանի կազմում։ Բա որ Ադրբեջան էր, ինչպես դու ես ասում, Ալմաթայի երճակագրով։ Այդ ուր էր գլուխը տնգած գնում ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Բա որ Ադրբեջան էր Ղարաբաղը։ Այդ ազգային ժողովի նախագահու պաշտպանության նախարարը նռները ձեռը, այդ ինչի էին աղդամում ասում Աղդան իմ հայրենիքն է։ Այդ դու չէիր ասում, ինչ պետք է այդ էլ կբանակցեմ Նիկոլ։ Դու չէիր ասում, որ Սերժ Սարգսյանի կետից չեմ սկսել, իմ սեփական կետից եմ սկսել։ Հոկտեմբերի 19 2020 թվականին, երբ որ ես քեզ խնդրեցի, առաջարկեցի, պահանջեցի հանրապետականի անունից, որ կանգնեցի պատերազմը եւ ընդունի Պուտինի առաջարկը, ինչու չընդունեցիր։ Ինչու նորանոր զոհերի պատճառ դարձար։ Ինչու մատը ինչ տվիր, երբ որ Արցախը հայաթափվում էր։ Այդ մենք քեզ հարցեր ունենք, այդ դու ով ես հարցեր տաս։ Ու ես ընդդիմադիր բոլոր գործիչներին կոչ եմ անում ոչ թե պաշտպանվել, այլ թվում նաև եկեղեցում։ Այլ հարձակվել, քաղաքական առումով հարձակվել, հարցեր ուղղել։ Նիկոլին մենք հարցեր ունենք, ինքը ոչ եկեղեցում պետք է հարց ունենա, ոչ ընդդիմությանը։ 7 տարի դու ես վարչապետ։ 18 թվականին ասել եմ քեզ, ավելի 20 թվականին ասել որ 18 թվականից հետո մենք քեզ թողել ենք 42000 քառակուսի կիլոմետր երկու հայկական պետություն։ Մեր օրոք Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն ու Ռուբեն Վարդանյանն ու Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը Բաքվի բանտում էին։ Հələ փոխանակ մենք խոսանք, սա ասեք պաշտպանվում ենք։ Սիրելի հոգևորականներ, սիրելի մտավորականներ, հերիքա պաշտպանվեք։ Մենք պետք է հարցեր տանք իրան։ Մենք պետք է իրանից պահանջենք։ Այս երկրում եթե մի հոգի կա որ պետք է հեռացվի ու հրաժարական տա, դա Նիկոլ Փաշինյանն է։
Բայց մենք այնքան սա մեր բոլորիս ձախողված աշխատանքի արդյունքն է, բոլորիս ընդդիմություն կլինի, մտավորականություն կլինի, որ Նիկոլ Փաշինյանը փոխանակ այդ հարցերին պատասխանի։ Ինքն է հարձակվել։ Կուսակրոնություն, բան այդ կուսակրոնություններ խանգարում, որ 5000 երեխու տարար փուրը տվիր։ Որ Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի կազմում։ Իսկ եթե որևէ մեկին այդ արդեն նույնն եւ Նիկոլը կլի թե ԿՊՆ-ի պաշտպանողները, թվում է որ Արցախի էջը փակվել է, մարսել է, ճանաչել է, Էրդողանի Ալիևի հետ խաղեր, չկա դες բան։ Դա մարսելու բան չի, հիմա էլ եմ ասում։ Արցախի հանձնումը 5000 տղու կյանքի փուրը տալը դա հանձնելու մարսելու բան չի։ Իսկ հիմա ինչ է ուզում, բարձր։ Իսկ ինչ վերաբերում է։ Հիմա ինչ է ուզում։ Հիմա ասեմ ինչ է ուզում։ Շատեր ասում են քաղաքացիական պատերազմի է տանում, ես իմ տարբեր բաներ։ Ախպեր ինքը չի մտածում, ես պետք է մտածեմ։ Իսկ ինքը չի մտածում, տենց է կելի արել, դատարանների վրա շրջափակվեց, այս որ հիմա ստես գիտեք ինչի սենց եղավ։ Որ դատարանների վրա դատարանները շրջափակեց միայն հանրապետականներ խոսում։ Կամ հիմնականում հանրապետականը։ Երբ որ հոկտեմբերի 2-ին ազգային ժողովը շրջափակվեց, էլի բոլորը լուր էին։ Երբ որ Վեհապարի Սարդարապատում թույլ չտվեցին վերև գնալ, կամ ԱԺ նախագահն ու իրենք Ավազանի անունով էին դիմում, կներեք սիրելի հոգևորականներ։ Ես սովորական, շարքային քրիստոնյա առաքելական մարդ եմ, միգուցե իրավունք չունեմ, բայց որպես քաղաքական գործիչ ասեմ։ Այդ որ հրավիրեցիք Մայա Թորի վերահսկմանը Մյուրոնորնեկին, այդ դրամայել էր էս առավ։ Դեռ կիսատ քալե է տես չի ելնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այն կերպարներից չի, որը կարողանա ներողություն խնդրել, որը կարողանա վերաիմաստավորել, որը կարողանա խոնարհ լինել, այսքան տեղ եք տալի, այսքան ուզում է։ Դե հրավիրեցիք սաղ իշխանական ավականուն, որոնց ամբողջ ազգի ուղեղում դավաճանի համբավ ունեն, նրանք էլ եկան, թողին գնացին, ասին, «Յա, այս սրանք որ այսքանից հետո մեզ հրավիրում են Մյուրոնորնեկի ու վերահսկման, դե մի հատ էլ սա վեհապար կփոխենք»։ Այդ ինչ է ուզում, լավ, փոխ։ Ասեմ ինչ է ուզում։ Սա Ադրբեջանի, ասեմ, ստեղ երկու բան կա։ Ակնհայտ է, որ Հայաստանյան Սարաքելական Սուրբ եկեղեցին միակ կառույցն է, որը դեմ է Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը պահանջատիրությունից չի խոսում, վեհապարը խոսում է, եկեղեցին խոսում է։ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եկեղեցին չի ճանաչում։ Նիկոլ Փաշինյանը չի խոսում հայերի իրավունքների մասին Արցախում, վեհապարը խոսում է։ Նիկոլ Փաշինյանը չի խոսում ազգային ավանդական արժեքների մասին, վեհապարը խոսում է։ Նիկոլ Փաշինյանը չի խոսում ազգային միասնության մասին, վեհապարը խոսում է։ Նիկոլ Փաշինյանը մոռացել է Բաքվում հայ գերիների մասին, վեհապարն ու եկեղեցին դրա մասին խոսում են։ Նիկոլ Փաշինյանը իր ԱԺ նախագահի շուրթերով փաստացի կանաչ լույսավորում ադրբեջանցիների 300,000 վերաբնակեցման համար Հայաստանում, եկեղեցին դրան դեմ է։ Եվ այդ իմաստով սա ուղիղ հանձնարարական էր Էրդողանի Զևալայևից։ Ադրբեջանի մահմեդականների առաջնորդ Փաշազադեն արձագանք է Շվեյցարիայում մեր վեհապարի ելույթին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը իմ տպավորությամբ ընդդեից հրահանգ ստացած սկսեց հարձակվել եկեղեցու վրա։ Կհաջողի։ Այսինքն այդ հասարակ ինքը որ ասում է գնանք, հավաքվենք, բան, հանձնախումբ կազմենք, շատերը դրա մեջ տեսան կոչ նաև գնալ եկեղեցի։ Նա որպես քաղաքական պետական գործիչ նախկին ասեմ, Նիկոլ Փաշինյանը ոչ աշխարհիկ իշխանությունը ով է, որ խառնվի եկեղեցու գործերին։ Դու ով ես, տղա ջան։ Դուք առհասարակ գիտեք, սա աղանդավորական քայլ է։ Աղանդավորականների մոտ ատեն ժողովուրդը, դու ոչ մկրտված ես, ոչ եկեղեցով պսակված ես, դու ինչ գործ ունես եկեղեցի գործ։ Եվ ամենակարևորը Պավլիկյանների եւ Թոնդրակյանների, այո, Պավլիկյանների ու դե պետք է Հովանոզնեցնում մի հատ մեր վեհապարներ էլի ոնց որ Պավլիկյաններին թարս կապու մայրուղուն թարս հահանի մայրուղի քաղաքական իմաստով եմ ասում, մեր չասեք Շարմազանովը ես ինչ կոչեր անում էլի։ Հիմա տես ինքը մի բան պետք է հասկանա, որ եկեղեցին ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է մեր վեհապարը։ Սա ինձ գիտի վեհապարն իր աշխատողն է,
Կամ միայն սպասարկում են 3 միլիոն հայոց շահերը։ Դա ամենայն հայոց կաթողիկոսն է։ 10 միլիոն հայերի կաթողիկոսն է։ Հա, նվիրապետական աթոռը էշմիացնում է։ Բայց ժամանակ ա եղել ՍՍՄ ա եղել, Հռոմկլայում ա եղել, հետո մի մասը գնաց Անտիլիաս, հետո Կոստանդնուպոլսին պատիարակություն բաց, 4-ը Երուսաղեմում կա, 4-ը նվիրապետական, իհարկե մայրաթոռը Սրբեշմիածինն է։ Վեհապար հայրապետը Հայաստանի Հանրապետության վեհապարը չմեն, համայն հայության վեհապարն է։ Այդ դով ես, եւ երկրորդը որպես պետական գործիչ եմ ասում։ Մեր սահմանադրությամբ պետությունը եւ եկեղեցին անջատված են իրարից։ Իսկ եւ որ դե այդ թութակներն ասում են, բալաբա որ վեհապարը բանը քաղաքական հարցերից է խոսում, բան կոչ անում, վեհապարը քաղաքական հարցերից չի խոսում, այդ տգետներ։ Վեհապարն ու եկեղեցի խոսում են հայ ազգին սպառնացող էգզիստենցիալ սպառնալիքներից ու վտանգներից։ Արցախից է խոսում։ Ցեղասպանությունը քաղաքական հարց է։ Արցախն ու ցեղասպանությունը դրանք էգզիստենցիալ գոյաբանական հարցեր են հայ ժողովրդի համար։ Բա որ եկեղեցին դրանից չխոսա։ Բա ով խոսա։ Լավ բան արեք, լավ բան անեն։ Մեր խոսակցության հասարակության առաջի թեման ու երկրորդ թեմա հետ իրար կապեք վերջինը։ Արդյոք հնարավոր է Փաշինյանից նախաձեռնությունը իր համար, իր գլխին, ասենք, չար կատակ խաղա։ Այս ամեն ինչի ֆոնին, հա, այն իմպիչմենտը եւ այս ամեն ինչը գումարվի իր ժողովրդի հակազդեցությունը այս թեմայի շուրջ ու ավելի վատ արդյունք լինի իր համար, ասենք, դեմ ավելի շատ մարդիկ դուրս գան։ Պարոն Գրիգորյան, Փաշինյանի միակ հենարանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունն է։ Սա պայքար է թրքահպատակ, թրքասեր օրակարգի դեմ։ Եթե մենք անհաջողության մատնվեցինք, մենք երբ որ ասում եմ դուք, ես, եկեղեցին, ընդդիմությունը, բոլոր իմպիչմենտ, բոլորը Հայաստանը 300,000 որ ադրբեջանցի կա, դուք պատկերացնում եք ինչ անելու։ Ակնհայտ է, չէ՞ որ 1-2 կոնֆլիկտ լինելու է։ Թուրքիան իր բանակը մտցնելու է Հայաստան, ասում է որպես ադրբեջանցը իմ եղբայր մամեդական փոքրամասնության իրավունքները պաշտպան, ոնց որ Սիրիա արավ, ոնց որ տարբեր երկրներում արեց։ Ոնց որ 20 թվականին Հայաստանում արեց։ Եվ որ եկավ Ալեքսանդրապոլը գրավեց, ու Ալեքսանդրապոլը 2 ենք ստանալու ու Հայաստանի Հանրապետություն դառնելու է Թուրքիայի սատելիտ երկիրը, սա է Նիկոլի նպատակը։ Նիկոլը պատրաստ է իր աթոռը պինդ պահել, կապ չունի գլխին եռագույն դրոշ կլի, թե կողքն մի հատ էլ թուրքական դրոշ կլինի։ Կամ հրապարակում Քեմալ Աթաթուրքի կամ Էրդողանի արձանը կլինի։ Սա պետք է հասկանանք։ Մի հատ արթնացեք, հայեր, արթնացեք։ Հերիկա նախկին ներկա, ես չգիտեմ, իսա ոչ նախկինի կռիվա, ոչ ներկայի կռիվա, չեք տեսնում, ինչքան նախկին ներկա արիք, արդեն եկեղեցի վրա է հարձակվում։ Ու սա կրկնում եմ, ես չեմ հատուկ չմտա այդ բովանդակային այդ հիմար այդ իր բաների մեջ, էլի։ Նախ ա սա աղանդավորական բան է, երկրորդը, սա հարձակում է, մեր ձախողումն է, մենք պետք է իր վրա հարձակ բանով էլի, պահանջներ ներկայացնենք։ Երրորդը այս հարձակումը պատվիրված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք էլ պետք է ապացուցենք, մենք առհասարակ, որպես հանրություն, արժանենք անկախ պետականության, թե չէ։ Դե մարդը ինչ որ առումով նավ իմպիչմենտին օգնության է հասնում, պարոն Շարմազանով, հենց այդ պահին է սկսում։ Հա ոնց որ ասում եմ, մի հատ էլ աշկերտ բացեք։ Այդպես դուրս եկավ։ Ասել մեր երրորդ նախագահային Նիկոլ Փաշինյանը էլ ինչ պետք է անի, որ մի հատ է ժողով, էլ ինչ պետք է անի։ Ախպեր մարդը կանգնել ասլա պլյուս մինուս 50, մարդը կանգնել է, մարդը Նիկոլը կանգնել ասել, ամենակարևոր բանն է, թարմացնում եմ էլի ձեր հիշողությունը, որտեղ մեղր բան երևի քիչ եք ուտում բան։ Թարմացնում եմ, որ Նիկոլը կանգնել ասել է, արդյունքը նույնն է կլեր առանց զոհերի։ Դրանով իսկ ինքը վիզավ է կայ, որ 5000 նահատակ իրա վզինա, իրա վզովա, ինքն է արել։ Արա մի հատ հավ չի է։ Մարդը կանել ասլա արդյունքը նույնը կլեր, բայց առանց զոհերի։ Ընդունել է որ այդ 5000 հայ մարդկանց նահատակությունը մեղավորն ինքն է։ Էլ ինչ անի այդ մարդը։ Իսկ եթե ձեզ այդ վիճակը ձեռա տալի, շնորհավոր ամանոր, ինչ ասեմ։ Շատ շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հիշեցնեմ կիզակետում այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։